կատարիր գնումների իդեալ համակարգիր խանութ սրահներից եւ յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ եւ լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Բարդ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորին։ Ջորջ ջան, վերջին անգամները որ գալիս ենք, այսօր էլ մենք ավտոբուսով անցնում ենք Մարտունի քաղաքի տարբեր փողոցներով։ Ես նայում եմ այդ փողոցներին եւ անկեղծ ասեմ հոգիս փառավորում է։ Ջորջ, դուք հիշում եք 2018 թվին Մարտունիում փողոցները ինչ վիճակում են։ Հիշում եք։ 2018 թվականից մինչև այսօր մենք Մարտունիում իրականացրել ենք 22 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր, 60 միլիոն դոլարի համայնքի եւ կառավարության համագործակցությամբ։ Եվ այսօր նայում եմ, ես չգիտեմ այս որ փողոցներ, որով իջնում էինք մենք բանից, հա? Որ գալիս էինք, էլի։ Միասնիկյան փողոցով գալիս էինք եւ ես մտածում եմ եւ ասում եմ, որ ահա այսպեսին պետք է լինի մեր երկիրը, այսպեսին պետք է լինեն մեր քաղաքները, այսպեսին պետք է լինեն մեր գյուղերը։ Բայց ես նաեւ ուզում եմ հետեւյալը ասեմ, 2018 թվականից մինչև հիմա մենք ընդհանրապես Գեղարքոնիքի մարզում իրականացրել ենք մոտավորապես 42 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր, որտեղ համայնքների մասնաբաժինը մոտավորապես 20 միլիարդ դրամ է, բոլորը իրար հետ 8 տարվա ընթացքում։ Հիմա 2026 թվի համար, Ժողովուրդ ջան, թվերը հիշեցիք, 18-ից 25 թիվը 42-43 միլիարդի ծրագիր, մենակ սուբվենցիա, կառավարության ուղիղներ դրում, դրա մեջ դպրոցները օրինակ չի մտնում, ճանապարհները չի մտնում։ 18-ից 25-ը 42 մոտավորապես միլիարդ դրամի ծրագիր, բայց մենակ 26 թվականին, 40-ից մասնաբաժինը համայնքների 20 միլիարդա մոտավորապես, բայց մենակ 26 թվի համար Գեղարքոնիքի մարզի համայնքները ներկայացրել են 25 միլիարդի ծրագիր, այսինքն 18-ից 25-ն են 20 միլիարդի ծրագիր, մենակ 2026-ի համար ներկայացրել են 25 միլիարդի ծրագիր, այդ 25 միլիարդից 20 միլիարդը ոնց լինի կհաստատվի, սա գիտեք ինչ է նշանակում, սա նշանակում է, որ այն շինարարությունը, որ դուք 2018 թվականից 25 թվականը տեսել եք, այդ շինարարությունը կրկնապատկվելու է, ավելի շատ ալնելու, կրկնապատկվելու է։ Ես այն չի համար եմ ասում, բայց շատ կարևոր է նաև, այսօր մեր շինարարական ընկերությունները, համայնքները, մարզերը ծրագրեր իրականացնելիս իրանք բողոքում են, ասում են աշխատուժի կարիք ունենք։ Եվ այսօր շատ դպրոցներ կա, ես գնում եմ, տեսնում եմ օտար երկրներից եկած շինարարներ են աշխատում մեր դպրոցների եւ մանկապարտեզների վրա։ Եվ մեր խնդիրը նաև 2022 թվականին, երբ որ Ուկրաինայում իրադրությունը ծագեց եւ տնտեսական խնդիրներ կային, մարդիկ ասում էին, բա արտագնա աշխատանքի մեկնողների հետ կապված ո՞նց է արնելու, ո՞նց է խնդրը լուծվելու։ Մենք ասում ենք, մենք 300 դպրոցի, 500 մանկապարտեզի, 500 կիլոմետր ծրագրի, տասնյակ միլիարդավոր դրամների սուբվենցիոն ծրագրեր ենք անում։ Սահմանամերձ գյուղերում 16 միլիոնի բնակարանային ծրագրեր ենք անում։ Ես գանձակար իծակար բանը կա, ճանապարհը կա, որ մենք կառուցեցինք անցած տարի, այս տարի ենք շահ, Իջևանի գանձակար գյուղից Բերդի իծակար գյուղ։ Եվ ես գնացի այնտեղ բացման չէ, շինարարության ժամանակ գնացի այնտեղ եւ մարդիկ էին աշխատում, ասում են հարցրի որտեղից են։ Այնտեղ Մարտունիից աշխատող մարդիկ կային։ Ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետությունում էլ շատ աշխատատեղեր այսօր բացվում են եւ բացվելու են, Ժողովուրդ ջան։ Եվ շատ կարեւոր է, որ մենք մեր շինարարների ներուժը մղենք նաեւ մեր պետությունը, մեր երկիրը կառուցելու համար։ Տեսեք Միասնիկյան փողոցը, էլի քանի փողոց, այսօր մի քանի փողոցը մնացել, որ Մարտունիում մենք այդ ովքեր են արել, կառավարությունը ֆինանսավորել է, համայնքը ֆինանսավորել է, բայց մեր շինարարներն են իրանց ձեռքերով, իրանց երեխեքի ոտի տակն են սարքում, իրանց երեխեքի դպրոցն են սարքում, իրանց երեխեքի մանկապարտեզն են սարքում։ Բայց մենք նաև, ես էլի ուզում եմ ասեմ, ես գիտեմ, որ անհանգստություններ կան,
Մարտունիում կապված ԵԱՏՄ-ի շրջանակում տեղի ունեցող պրոցեսների մասին։ ԵԱՏՄ-ն հիմնված է 4 հիմնական սկզբունքի վրա՝ ապրանքների, ծառայությունների, աշխատուժի եւ ֆինանսական միջոցների ազատ ներհոսքի վրա։ Գիտեք, այսօր պատերազմի եռագլուխ կուսակցությունը նաեւ ԵԱՏՄ-ի շրջանակներում ինչ որ կապերով, ինչ որ բանով իրանք ընտրությունների ժամանակ իրանք երկրի համար խնդիրներ են ստեղծում։ Այս խնդրում եմ ուշադրություն դարձրեք։ Իրանք հասկանալով, որ ընտրություններում ձախողվել են եւ շրխկալով պարտություն են կրելու, ԵԱՏՄ-ի շրջանակներում լրտեսի նման զանգում են եւ գնում են այնտեղ ինչեր են անում մեր երկրի համար խնդիրներ լուծելու։ Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ հետեւյալ փաստի վրա։ Ես Եվրասիական տնտեսական միության միակ պաշտոնյան եմ, որ միևնույն ժամանակ համ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի անդամ եմ եւ միջկառավարական խորհրդի անդամ եմ։ Ռուսաստանի նախագահ հունիսի 1-ին զանգահարել էր իմ ծնունդը շնորհավորելու համար, բայց պարզա բացի շնորհավորանքներից մենք նաեւ գործնական խոսակցություններ ունեցանք եւ մենք պայմանավորվեցինք, որ ընտրություններից հետո ես կմեկնեմ նորից եւ հանդիպում կունենանք եւ բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք։ Համոզված եղեք այն հարցերը, որոնց մասին այսօր աղմուկը աղակա բարձրացած, այդ հարցերը վերջին 8 տարում տասնյակ անգամներ եղել են։ Եվ այդ բոլոր հարցերը լուծվել են, դուք սկի տեղակել չեք եղել, որ հարցը ծագել եւ հարցը լուծվել է։ Եվ նաեւ մնացած բոլոր հարցերը կլուծվեն, որևէ վարքյան կասկած չունենանք։ Բայց նաեւ ես ուզում եմ ուրիշ բան ասեմ, ժողովուրդ ջան։ Ուրեմն 2022 թվիներ երևի կամ 23 թվիներ Բելարուսի նախագահ Լուկաշենկոն մի սենց հայտարարություն արեց, ասեց դե հայերը ում են պետք, Հայաստանը ում է պետք, Հայաստանը մենակ մեզ է պետք։ Գիտեք, դա մի հայտարարություն էր, որը պետք է ունենար քաղաքական հետևանքներ։ Եվ այսօր էլ ոչ մեկ ուշադրություն դարձրեք։ Տեսել եք, այսօր Բելարուսի նույն նախագահը, որ ասում էր Հայաստանն ում է պետք, Հայաստանը գնալու տեղ չունի, այսօր ընկած համոզումը, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս չգա, բայց Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չի դրել, ժողովուրդ ջան։ Մենք ուրիշ բան ենք ասում։ Ես իմ մեծագույն խնդիրներն եմ համարում, որ երբևէ որևէ մեկը իրավունք եւ հնարավորություն չունենա, որ ասի Հայաստանը ոչ մեկին պետք չի։ Հայաստանը բոլորին է պետք։ Այսօր Եվ իմ մեծագույն խնդիրը հետևյալն է, ժողովուրդ ջան, որ Հայաստանի Հանրապետությունը եւ դուք ունենաք այլ ընտրանքներ, անեն չլինի, որ դուք տարբերակ չունենաք, դուք պետք է ունենաք տարբերակներ եւ դուք կունենաք տարբերակներ եւ դուք միայն դուք կորոշեք, թե այդ տարբերակներից որն է ձեզ համար ավելի լավ, դուք ոնց կորոշեք, տենց էլ կլինի, բայց նաեւ ես ուզում եմ ասել, պետք չի մեր ժողովրդին խոսալով ընդգծել այն պոտենցիալ վտանգները, որոնք կարող են առաջանալ։ Դա լավ խոսալու ոչ չի, էթիկա չի։ Ճիշտ խոսալու ոճը այն է, թե մեր ժողովրդին ասենք, թե ինչ նոր առավելություններ կարող են այս կամ այն միավորումը տալ Հայաստանի Հանրապետությանը։ Բայց ես էլի ասում եմ, պատերազմի եռագլուխ կուսակցությունը խնդիր էր դրել, շատ հստակ խնդիր էր դրել, որ մենք Ռուսաստանի հետ կռվենք կոնֆլիկտի մեջ մտնել։ Ես նաև Ռուսաստանի մեր գործընկերներին ասել եմ մենք չենք կռվելու ձեզ հետ, մենք չենք վիճելու ձեզ հետ, մենք բանավեճի լեզվակռվի մեջ չենք մտնելու, մենք հանգիստ, համբերատար, մեր դիրքորոշումները պաշտպանելու ենք։ Մենք Ռուսաստանի Դաշնության շահերի դեմ չենք գործելու, բայց մենք նաև մեր շահերի դեմ չենք գործելու։ Վերջերս, երբ որ ես Ռուսաստանի Դաշնությունն էի այցելել, պաշտոնյաներից մեկը ինձ ասեց, գիտեք ինչ, ասեց դուք Եվրամիության հետ որոշ գործակցելով Ռուսաստանի շահերին վնաս եք հասցնում։ Ես ասացի շատ լավ, մենք բարեկամ երկրներ ենք։ Ես երբեք չեմ ուզի, որ Ռուսաստանի շահերին իմ գործողություններով վնաս հասնեմ։ Բայց որ ասում եք, ես խնդրում եմ ձեզ, ասեք, նշեք այն կոնկրետ օրինակները, որ մենք Ռուսաստանի շահերին վնաս ենք հասցրել։ Հսի նստած բարձր մակարդակի խոսակցություն է տեղի ունենում։ Խնդրում եմ հիշեք, թվարկեք այդ օրինակները։
Եվ գիտեք ինչ էր պատասխանը։ Պատասխանը լռություն է։ Լռություն։ Ոչ մի օրինակ չհնչեց։ Ես մի հատ էլ կրկնեցի հարցը, ասի խնդրում եմ ասեք ինձ կոնկրետ օրինակ, ինչով ենք մենք վնասել Ռուսաստանի շահերին։ Եվ երկրորդ հարցից հետո էլի պատասխան չհնչեց։ Այնուամենայնիվ, էլի ես ուզում եմ ընդգծել, ես օգտագործելով Եվրասիական տնտեսական միությունում ունեցած իմ բացառիկ լծակները, միակ պաշտոնյան եմ, որ երկու տեղ լիարժեք որոշիչ ձայնով, այսինքն, եթե ես որևէ բանի դեմ լինեմ, այդ որոշումը չի կարող կայացվել։ Այդպիսին է ԵԱՏՄ-ում որոշումների կայացման մեխանիզմը, եւ եթե որևէ բանի դեմը լինենք, մենք որոշում չի կարող կայացնել, եւ մենք ունենք անհրաժեշտ լծակներ, բայց նաեւ մենք չենք հրաժարվելու Հայաստանի եւ հայ ժողովրդի համար այլ ընտրանքներ ստեղծելու գաղափարից եւ քաղաքականությունից, որովհետեւ ոչ ոք այլևս երբեք չպետք է ասի, որ Հայաստանը գնալու տեղ չունի, Հայաստանը ոչ մեկին պետք չի, Հայաստանը փակուղի է, Հայաստանը փակուղի չի այլևս, Հայաստանը ծայրագավառ չի այլևս, Հայաստանը խաղաղության խաչմերուկ է։